Ողջույն։ Այսօր միասին մի հատ հետաքրքիր ճամփորդություն ենք անելու դեպի անցյալ։ Խոսելու ենք սափրիչ վիրաբույժների մասին, իսկ մեր հիմնական աղբյուրը TED-ն է։ Պատկերացրեք մի պահ, 15-րդ դարի Ֆրանսիա, մտնում եք վարսավիրանոց ու սովորական մկրատի ձայնի փոխարեն լսում եք ճիչ, պատուհանից էլ արյունոտ թաս է երևում, պատերից էլ մարդու ատամներ են կախված։ Դե ինչ է կատարվում այստեղ։ Եկեք հասկանանք, թե ոնց է եղել, որ սափրիչները դարերով ոչ միայն մազ ու մորուք են կտրել, այլև ատամ են հանել, վերք կարել, անգամ անդամահատում արել։ Ոնց։ Իրականում ամեն ինչ գալիս է վանքերից։ Սկզբում հենց վանականներն էին շատ բժշկական գործողություններ անում, նույնիսկ վիրահատություններ։ Ու քանի որ կաթոլիկ եկեղեցին պահանջում էր, որ իրենք հատուկ սանրվածք ունենան, դե սափրված լինեն, վանքերում միշտ էլ սափրիչի կարիք կար։ Այդ սափրիչներն էլ իրենց սուր գործիքներով օգնում էին վանականներին, վիրահատությունների ժամանակ։ Այսինքն սկզբում օգնականի դերում էին, իսկ երբ իրենք դարձան հիմնական անողները։ Դե շրջադարձայինը եղավ 1215 թվականը։ Եկեղեցին արգելեց հոգևորականներին այնպիսի գործողություններ անել, որոնք միտումնավոր արյուն էին թափում։ Դրա հետ մեկտեղ Եվրոպայում համալսարաններ էին բացվում բժշկական ֆակուլտետներով, բայց այնտեղի բժիշկները իրենց համարում էին գիտնական, տեսաբան։ Այսինքն ձեռքի գործից խուսափում էին։ Ճիշտ է, վիրահատությունը համարում էին այսպես ասած արհեստավորի գործ։ Ու այդ բացը լրացրին հենց սափրիչները։ Իրենք արդեն գործիքների հետ աշխատել գիտեին։ Ուրեմն նրանք համալսարանական կրթություն չէին ստանում, բա ոնց էին սովորում այս պարտ գործը։ Ոչ, համալսարանական չէր, իրենց ճանապարհը աշակերտությունն էր։ Երկար տարիներ վարպետի մոտ էին սովորում։ Անատոմիան էլ գրքերով չէին անցնում, այլ գործնականում, իրական մարդկանց վրա կամ դիակների։ Ու ամենահետաքրքիրը, հաճախ անատոմիան կապում էին աստղագուշակության հետ։ Հավատում էին, որ լուսնի փուլերը մոլորակների դիրքը ազդում են։ Բուժում նշանակելիս դա հաշվի էին առնում։ Նույնիսկ բանաստեղծություններ կային, որ անգիր էին անում, հիշելու համար, թե օրինակ գլխացավի դեպքում մարմնի որ մասից արյուն բաց թողնեն։ Օրինակ։ Դե ասենք գլխացավի դեպքում քունքերից, լյարդի խնդիրների դեպքում աջ ձեռքի ճկույթից, այն ժամանակվա պատկերացումներով։ Շատ հետաքրքիր է։ Ուրեմն նրանք բավականին զբաղված էին երևի, հատկապես որոշ ժամանակներում։ Ցավոք, այո, շատ զբաղված էին։ Մոտ 1300 թվականից սկսվեց փոքր սառցե-դարաշրջանը։ Սովը հաճախակի էր, մարդիկ ստիպված էին լինում ուտել էրգոտով վարակված տարեկանի ալյուր։ Դա մի վտանգավոր սունկ է։ Ախր։ Ու դա առաջացնում էր սարսափելի հիվանդություններ, փտախտ, այսինքն գանգրենա։ Երբ արդեն վերջույթը սկսում էր փտել, շատ հաճախ միակ փրկությունը անդամահատումներ։ Ու դա էլի սափրիչ վիրաբույժներ անում։ Հենց իրենք։ Նույնիսկ հնարամիտ էին, կտրված տեղը փակում էին կովի կամ խոզի միզապարկով։ Բացի դա, բանակների հետ էին գնում արշավանքների։ Համ զինվորների մազերն էին կարգի բելում, համ էլ մարտի դաշտում վերքեր բուժում։ Դաժան ժամանակներ են եղել։ Ուղղակի պատկերացնելն է դժվար։ Բայց այս ամենի մեջ լավ բան արել են, այսպես ասած, ներդրում ունեցել են բժշկության մեջ։ Անպայման, չի կարելի չհիշատակել Ամբրոազ Պարեին, 16-րդ դարի շատ հայտնի սափրիչ վիրաբույժ, լեգենդարանուն, հատկապես ռազմական վիրաբուժության մեջ մեծ հեղափոխություն արեց։ Ինչ արեց։ Դե այն ժամանակ սովորություն կար հրազենային վերքերի մեջ եռացող յուղ էին լցնում, սարսափելի ցավոտ էլ ու անօգուտ։ Պարեն դեմ դուրս եկավ դրան, փոխարենը մի քսուկ մշակեց, ձվի դեղնուցից, վարդաջրից ու տերպենտինից, հականեխիչ։ Ու օգնեց։ Շատ ավելի լավ, շուտով դա դարձավ ստանդարտ բուժում մարտի դաշտերում։ Պարեն նաև դասագրքեր գրեց, դասավանդում էր, սա ցույց է տալիս, թե գործնական փորձը ոնց կարող էր հին տեսությունները փոխել։ Զարմանալի է, մեկ մարդու նորամուծությունը փոխում է ամեն ինչ։ Լավ, իսկ ոնց եղավ, որ վերջի այս երկու մասնագիտությունը սափրիչի ու վիրաբույժի իրարից առանձնացան։ Դա տեղի ունեցավ արդեն 18-րդ դարում, աստիճանաբար։ Բժշկությունը սկսեց շատ արագ զարգանալ, նոր տեխնիկաներ, ավելի բարդ վիրահատություններ։ Վիրաբուժությունը դարձավ շատ մասնագիտացված ոլորտ, արդեն խորը անատոմիական գիտելիքներ էր պետք։ Արդեն աշակերտությամբ չէր լինի։ Ու բժշկական հաստատությունները, համալսարանավարտ բժիշկները սկսեցին ճնշում գործադրել։ Արդյունքում սափրիչներին արգելեցին զբաղվել վիրաբուժությամբ։
Վիրաբուժները, ատամնաբուժները դարձան համալսարանական կրթությամբ մասնագետներ, իսկ սափրիչները մնացին իրենց սկզբնական գործին՝ մազ կտրել, սափրել։ Այսպիսով վերջնական բաժանում տեղի ունեցավ։ Ակադեմիական բժշկությունը, այսպես ասած, հաղթեց։ Կարելի է այդպես էլ ասել։ Բայց սափրիչ վիրաբուժների թողած հետքը, իրենց ժառանգությունը մինչև հիմա էլ կա։ Ամենահայտնի օրինակը վարսավիրանոցների դիմացի են պտտվող ձողն է, կարմիր ու սպիտակ գծերով։ Երբեմն նաև կապույտ, ըստ լեգենդի կարմիրը արյունն է խորհրդանշում, սպիտակը վիրակապերը։ Հենց այն, ինչ իրենց նախնիներն օգտագործում էին։ Ահա թե ինչ։ Սա իսկապես անսպասելի շերտերով պատմություն էր։ Մեր այսօրվա ուսումնասիրությունը TED-ի նյութերի հիման վրա էր։ Հուսով ենք ձեզ համարել էր նույնքան հետաքրքիր, որքան մեզ համար։ Սա ցույց է տալիս, թե բժշկության զարգացման մեջ ինչքան բան է իրար խառնվել՝ արհեստ, գիտություն, նույնիսկ սոցիալական կարգավիճակ։ Իսկ ձեզ համար ո՞րն էր այս պատմության ամենազարմանալի կամ տպավորիչ մասը։ Մի պահ մտածեք այս մասին։